նախատեսվում է Աթենքի փողոցին հարող Հրազդանի կիրճի սկզբնամասից 5,5 կիլոմետրի վրա գտնվող հատվածում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտու կառուցման աշխատանքների իրականացման ուղղել 172 միլիոն 608 հազար դրամ։ Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային եւ այլ միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, որոնք կդառնա սոցիալական շփման ու հանգստի համար հարմարավետ միջավայր։ Բացի այդ, կբարելավեն տրանսպորտային եւ հետնորդային ուղիները, կիրճի հասանելությունն առավել ջուրին եւ անվտանգ դարձնելու համար, ինչը կծառայի ինչպես վազորդների ու հեծանվորդների, այնպես էլ մյուս այցելուներին։ Հետևապես առաջարկվում է Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեում Արաբկիր վարչական շրջանի մասով կատարել համապատասխան փոփոխությունները 172 միլիոն 608 հազար դրամն ուղղելով պետական աջակցությամբ իրականացվող հանգստի գոտիների կառուցում եւ հիմնանորոգում բյուջետային ծրագրին։ Հավելեմ, որ սա ընդհանուր Հրազդանի կիրճի վերակազմակերպման, այսպես ասած, ընդհանուր կոնցեպտի մի փոքրիկ մասն է, եւ մենք ունենք արդեն մի քանի կոնկրետ ծրագրեր, այս ծրագիրը փաստացի է շուտով շինարարությունը սկսում ենք, արդեն ունենք հաղթող կազմակերպություն, ֆինանսավորումը փաստորեն այսօր հաստատում ենք եւ իրականում նաեւ մեր Ասիական զարգացման բանկի գործընկերների աջակցությամբ մշակվել է կիրճի ամբողջական վերակենդանացման, այսպես ասած, կոնցեպտ, որը իր մեջ է ներառում տարբեր կոմպոնենտներ եւ այս ծրագիրը նույնպես զետեղված է այդ ընդհանուր կոնցեպտի մեջ։ Ունենք եւս երկու կոնկրետ ծրագրեր, որոնք որ էլի կոնցեպտի առաջնային մաս են լինելու եւ սկսելու են իրականացվել շուտով։ Մեկը քայլուղի եւ հեծանվուղի է բավական մեծ հատվածի, որը նաև առաջարկվել է մասնավոր մեր գործընկերների կողմից եւ մասնակի նաև իրենց ֆինանսական մասնակցությամբ եւ նաև ունենալու ենք շուտով այդտեղ որոշակի հենց այն հատվածում որտեղ կառուցում ենք այս սպորտային կենտրոնը, տարբեր այդտեղ գտնող սպորտսմեններ բազմաթիվ տարիներ բարձրաձայնել են, որ կիրճում մի որևէ կետում պետք է լինի կանգառ, ուղղակի տենց ամենապարզ պրիմիտիվ ջուր գնելու հնարավորություն, այս կետի հարակից տարածքում նաև հետազոտելու ենք ջրային հնարավոր սպորտի զարգացման հնարավորությունները, դա էլ լինելու է երրորդ ծրագիրը, որը որ առաջնայինորեն սկսելու ենք իրականացնել։